Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Ողջույն, պարոն Քոչինյան։ Բարև ձեզ։ Պարոն Քոչինյան, Ադրբեջանը հանեց սահմանափակումները իր տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների համար, նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանին է այդպիսի մտադրություն հայտնել, որ ռուսական ապրանքների համար եւս այսպես ասենք իր տարածքը բաց է Հայաստան տեղափոխելու համար, եւ հիմա շատ է քննարկումները մանավանդ նաև ընդդիմադիր հատվածում, թե ինչու է դա արել նախ Ադրբեջանը, պատասխան 1, որպեսզի Հայաստանին գցի կախվածության մեջ, դա նաև արել է նրա համար, որպեսզի շարունակի Հայաստանի իշխանության, խաղաղության իմիտացիոն գործընթացը։ Կա երրորդ բացատրություն սրան։ Իհարկե կան հարգելի ջրեր։ Տեսեք, ես կարծում եմ Հայաստանում շարունակաբար չի ստացվում դարձնել հասարակության լայն շրջանակների քննարկման առարկա եւ ընդհանրապես գիտեք այսպես հիմնական թեմա այն փոփոխությունները, որոնք որ դարձել են իրականություն մեր տարածաշրջանում Աբու Դաբիի եւ Վաշինգտոնի հանդիպումներից հետո։ Հարավային Կովկասը իրականում փոխվել է այդ երկու հանդիպումից հետո։ Այդ երկու հանդիպման արդյունքում ստեղծվել է բոլորովին նոր խաղաղության շատ ավելի հողեղեն գործընթաց, որը իր արդյունքներն է գրանցում։ Սրանք ընդհանրապես առաջին այսպես նախակարապետներն են, եթե կուզեք, այդ process-ի։ Այն որ Հայաստանը հնարավորություն է ստանում արևելքից եւ հյուսիս-արևելքից կոմունիկացիաներին միանալ Ադրբեջանի տարածքով ստանալ միջազգային բեռնափոխադրումներ, բեռներ, եւ այն որ Հայաստանը հիմա Ադրբեջանին առաջարկում է դերևս այս բան գոյություն ունեցող միայն ենթակառուցվածքներ օգտագործելով կապել Թուրքիայի հետ, դրանք ընդհանրապես առաջին քայլերն են, որոնց նշանակությունը իրականում Հայաստանում լինելու է շոշափելի։ Մենք ձեզ հետ խոսել ենք, ես եթե ճիշտ եմ հիշում, այն հրեշավոր կախվածությունը, որ Հայաստանը ունի պարենային հարցերով Ռուսաստանից, այսինքն դա մեր հետազոտության հիմնական խնդիրներից մեկն էր, որ օրինակ Հայաստանը ուրեմն արտադրում է իր կարիքների ընդամենը 20%-ը ցորենի, 80%-ը ներկրում է, եւ այդ 80%-ից 99.8-ից 99.9%-ը մենք ներկրում ենք Ռուսաստանից։ Հիմա այս դիվերսիֆիկացիայի արդյունքում ԵԱՏՄ մեկ այլ պետությունից Ղազախստանից առանց այս փուլում նույնիսկ հավելել ենթակառուցվածքային նախագծեր ուրեմն ձևավորելու կառուցելու մենք կարողանում ենք այլընտրանքներ ձևավորել։ Ստեղ բանալի բառը այլընտրանքն է ջիրեր։ Այսինքն այստեղ խոսքը չի գնում, որ հիմա էլ մենք ամբողջ ցորենը, որը որ բերում ենք Ռուսաստանից, բերենք Ղազախստանից Ադրբեջանով առավել եւս։ Այսինքն մենք պետք է մեր ուղեղի մեջ այդ բանը ձևավորենք, որ մեր խնդիրը կախվածությունները փոխելը չի, մեր խնդիրը կախվածությունները բազմազանեցնելն է, հնարավորինս շատ տեղերից, հնարավորինս տարբեր ուրեմն բեռներ եւ համամասնություններ ձևավորելն է։ Շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք օրինակ Իրանից բերենք ցորեն, շատ լավ կլինի, եթե Հնդկաստանից կարողանանք բերել, Թուրքիայից կարողանանք բերել, Եվրոպական Ուկրաինայից կարողանանք բերել, ինչքան տարբեր տեղերից լինի մեր արտադրությունը եւ ի վերջո շատ կարևոր է նաև տեղում արտադրական հզորությունները, այսինքն մենք պաշտոնական թվերով ունենք 50%-ից ավել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։ Երբ որ թիվը համադրում ենք նրա հետ, որ մենք ընդամենը 20%-ն ենք ապահովում մեր առաջին անհրաժեշտության պայմանային ապրանքի ցորենի, սա գիտեք, այսպես հրեշավոր համեմատություն է։ Մենք շատ մեծ տնային աշխատանք ունենք այս ոլորտում։ Նույնիսկ հիմա որ ստեղ շատ հաճախ ասում են, որ գյուղատնտեսական նշանակության հողերը որ ասում են, բանա, ռոռոկման ջուրն է խնդիր։ Հայաստանում ռոռոկման ջրի խնդիր չկա, ջրեր։ Հայաստանում կա խմելու եւ ռոռոկման ջրերի ճիշտ կառավարման խնդիր։ Պաշտոնական տվյալներով մենք ունենք մինչեւ 70% կորուստ ռոռոկման ջրի, հասկանում եք։ Այսինքն իրականում բոլոր խնդիրները, որոնք այս պետությունը ունի, դրանք լուծելի խնդիրներ են։ Այսինքն խնդիրը գրագետ կառավարումն է։ Խնդիրը լավ կառավարումն է, արդյունավետ կառավարումն է։ Խնդիրը գիտեք նաև շատ հաճախ այսօրվա իշխանություն ընդդիմություն այս դեգեներատ խոսույթը, որը որ կա, այս քաչալշուն գող փիսո, որ դրանից այն կողմ ուղղակի չի գնում խոսակցություն ազգային ժողովում, այդ դա է։ Ինչը ես ճիշտ ասած բավարարում եմ հետեւյալով, սա այս իրավիճակը չի փոխվելու, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել ժողովրդավարական ընդդիմություն։ Այդ կարողունակ ժողովրդավարական ընդդիմության բացակայությունն է մեր քաղաքական համակարգի աքիլեսյան գարշապարը, մեր քաղաքական համակարգի ամենամեծ խոցելիությունը, որ հայ ժողովուրդը
նախորդ ընտրությունների եւ ամենայն հավանականությամբ գալիք ընտրություններից ստիպված է լինելու դրել Ռոբերտ Քոչարյանի եւ իր նմանների ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Այլ ոչ թե բնականաբար Նիկոլ Փաշինյանի մի հատ ժողովրդավարական այդ նույն այն վեկտորը, որը ժողովուրդ ուզում է տեսնի զարգացման, այն նմանատիպ մի ուժի միջև։ Մեր ամենամեծ խնդիրը իրականում սա է։ Լավ, երբ որ ասում եք կարող ունակ ժողովրդավարական ուժեր, ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ ռեալիստական, ես նկատի ունեմ ընտրվելու ունակ, այլ ոչ թե, չգիտեմ, 700 ձեն ունի, բայց հելում ասում է ես 20% ձեն ունեմ։ Ուրեմն քաղաքական իրականությունը հասկացող, թիմ ունեցող, կուսակցական ինստիտուտներ եւ կառույցներ ունեցող եւ ժողովրդավարական զարգացման վեկտոր ունեցող ուժ։ Ինչպիսին է պետության հանդիմության շարքերում չկա։ Այսինքն այն ուժերն են, որոնք իրենց դիրքավորում են ժողովրդավարական, նրանք կարողունակ չեն։ Այո, իսկ ովքեր որ կարողունակ են, ժողովրդավարական չեն։ Շատ հրաշալի դասավորվածություն է։ Ված դասավորվածություն։ Պարոն Քոչինյան, էլի Ադրբեջանի սահմանափակումների հանելու մասով, հա, ավելի շատ ես օրինակ որ նայում եմ հանրային դաշտում քննարկումները ոչ թե դրա քաղաքական կամ տնտեսական էֆեկտների, ազդեցությունների մասին է, այլ երկու այդ հիմնական հարցն է, հա, ինչու դա արեց Ադրբեջանը։ Ինչու դա արեց Ադրբեջանը առանց պայման, առանց նախապայման, առանց պահանջ, ինչու արեց առաջինը, այլ ոչ Հայաստանից պահանջեց անել եւ ինքն էլ պատասխան քայլ անել, ինչ դերակատարում կարող է ունենալ այստեղ հնարավոր Թուրքիայի հետ, այսպես ասենք, ենթակառուցվածքային շփումների հաստատումը։ Նախ տեսեք, եկեք ֆիքսենք մի բան, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ հաստատելու ենթակառուցվածքային շփում խնդիր չունի, նրանք ենթակառուցվածքային շփում ունեն եւ Վրաստանի տարածքով եւ Իրանի տարածքով, այնպես որ եկեք չգերագնահատենք մեր նշանակությունը այս հարցի մեջ, սա մեկ։ Երկրորդը Հայաստանի մասով ըստ էության քայլը թրիփն է եղել, այսինքն մենք մեր քայլը արդեն իսկ կարել ենք որ ամերիկացիների հետ քաղաքական մակարդակով համաձայնության ենք եկել թրիփի շուրջ եւ հիմա քննարկում ենք դրա տեխնիկական դետալները։ Այս առումով գիտեք գնդակը ինչ որ չափով Ադրբեջանի խաղադաշտում էր։ Եվ այո, Ադրբեջանը իր քայլը արել է, բավականին կարևոր քայլն է արել, եւ նորից ես այստեղ նորից ուզում եմ արձանագրեմ, որ երբ որ մարդկանց մոտ այդ հարցերը առաջանում, բախի հիմա, բախի սենց, բախի նենց, դա հետևանքն է նրա, որ մարդիկ մինչև վերջ չեն կարողացել ընկալել Աբու Դաբիի եւ Վաշինգտոնի հանդիպումների նշանակությունը։ Ես նորից եմ ուզում կրկնել, այդ երկու հանդիպումների արդյունքում Հարավային Կովկասում սեթինգն է սկսել փոխվել, հասկանում եք, դրվածքն է սկսել փոխվել այս տարածաշրջանում։ Իսկ օրինակ ուր է այս ամեն ինչում էլի հարցերից մեկը, ուր է Եվրոպական միությունը, հա, չէ որ մեր սահմանը նույն Ադրբեջանի հետ կամ խաղաղության խաչմերուկը արդեն մեր բոլոր սահմաններն է վերաբերում, դա միայն հո այդ թրիփի 42-3 կիլոմետրը չի, չէ, բա մնացած մեր սահմանին ինչու օրինակ նույն Եվրամիության հետ ասում են չեն անում ենթակառուցվածքային նախագծեր, ինչու են կենտրոնացել հիմա միայն դրա վրա։ Ցավալի է, որ նման տրիվիալ բաների պետք է քննարկենք։ Դե ես մեջբերում եմ օրինակ քաղաքական գործիչներից մեկին, ով առավոտից երեկո այդ թեման անդադ բարձրացնում։ Ես ոչ թե ձեր ասածներն եմ ասում, ցավալի, այլ քաղաքական գործիչների ասածներն եմ ասում, ցավալի։ Շիրաջա, մենք Եվրոպական միության հետ սահման չունենք։ Որպեսզի մենք Եվրոպական միության հետ որևէ ենթակառուցված կարողանանք ապաշրջափակենք կամ որևէ ենթակառուցվածքային կոմունիկացիայի շուրջ կարողանանք խոսել, մենք նախ պետք է հայկական սահմանը բացենք։ Ես չգիտեմ այդ քաղաքական Որոշները ասում են Եվրոպացիները հետքի չեն խոսում այս կոմունիկացիաների մասին, ոնց են ուզում կոմունիկացվեն Եվրոպական միության հետ, լուսնով են ուզում կոմունիկացվեն Եվրոպական միության հետ, Իրանով են ուզում գնան մտնեն Եվրոպական միություն, ասենց Իրանով պետք է գնան, ասենց մտնեն Պարսից ծոցով Աֆրիկան շրջանցեն, գնան կպնեն Պորտուգալիային, հա, տենց են իրանք պատկերացնում Եվրոպական միության հետ մեր կոմունիկացիոն կապը։ Լավ, դե ասենք, գիտեք, էլեմենտար աշխարհագրություն կա 7-րդ, 8-րդ դասաներում, այդ մարդիկ նույնիսկ դա չեն անցել, ես չեմ հասկանում։ Այս պայծրությամբ մեր խնդիրը շատ պարզ է, դա Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացազատումն է եւ Թուրքիայի հետ կոմունիկացիաների բացազատումն է։ Միայն այս երկուսի արդյունքում է, որ մենք կարողանանք խոսել արդյունավետ ենթակառուցվածքային կապի մասին Եվրոպական միության հետ, ինչը իր հերթին նոր հորիզոններ կբացի Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին։ Դուք կկարողանաք Երևանում կահույք արտադրել, այդ կահույքը դնել երկաթ գծի վրա եւ ուղարկել Բերլին, ինչը հիմա չեք կարող անել։ Մենք գնանք եւ մտնենք, դուք հիմա դա չեք կարողանալ անել, որովհետեւ այդ ճանապարհը մենք չունենք։
Վրաստանում Աստված գիտի ինչ է կատարվում։ Վրաստանն էլ իր սեփական ցամաքային ճանապարհը չունի, ինքը ծովով է կապվում Եվրոպական միության հետ, ինչը նշանակում է մոդուլ փոխել, ինչը նշանակում է այդ բեռի ինքնարժեք բարձրացնել թանկ լոգիստիկայի պատճառով, ինչը նշանակում է անմրցունակ ուրեմն արտադրանք քո կողմից։ Լավ, ասենք, այսքան տրիվիալ բաները մեր քաղաքական դաշտում, մեր քաղաքական գործիչները իսկապես չեն հասկանում։ Ինչը մեզ վերադարձնում է իմ նախորդ դրույթին, որ կարողունակ, այդ կարողունակը նաև ինտելեկտն է հասկանում։ Մեկ ինտելեկտն էլ է ռեսուրս, որը որ Հայաստանում քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունը ցավալիորեն չունի։ Մարդիկ կան փող ունեն, ինտելեկտ չունեն, մարդիկ կան կառույց ունեն, ինտելեկտ չունեն, մարդիկ կան հանրային ճանաչելիություն ունեն, ինտելեկտ չունեն։ Այդ անտերը կարևորագույն ռեսուրս է, էլի, որը որ մեր քաղաքական դաշտում մեծապես պակասում է։ Քոչարյանը ասում Շատ էմոցիոնալ գներեք։ Քոչարյանը ասում էր ինչ 42 կիլոմետր, շատ ավելի մեծ կարար լինել։ Դուք չեք կարողացել ապահովել, որ ավելի մեծ լիներ այդ թրիփը, սահմանի գրեթե ամբողջ երկայնքով գնար։ Ով ասում։ Քոչարյանը։ Բա թող ապահովեր։ Բղջիր ապահով։ 10 տարի երկրի ղեկավար ա եղել, այդ 10 տարի իր ժառանգն ա եղել երկրի ղեկավար, բա թող ապահովեին։ Թող մի կիլոմետր ապահովեին։ Մի բան թող ապահովեին, բացի լափելուց։ Մի բան թող ապահովեին։ Իսկ ինչ վերաբերում ավելի երկար, ավելի կարճ, տեսեք, ապա շրջափակումը ինքը թրիփով չի սկսվում եւ թրիփով չի ավարտվում, այդ որ չի սկսվում, դա արդեն իսկ ապացուցվեց, որտեղ այս պայությամբ ապա շրջափակումը ըստ էության տեղի անում հյուսիսից։ Երկաթգիծը գնալու է կպնի վրացական երկաթգծին, այնտեղից մտնի հայկական երկաթգիծ։ Ես անկեղծ ասած հուսով եմ, որ առաջիկա քայլը կլինի Իջևան-Ղազախ երկաթգծային կապի վերանորոգումը, որ մենք ստիպված չլինենք ապրանքները մի հատ նորից Վրաստան մտնել, այնտեղից բերել Հայաստան, այլ ուղիղ Ադրբեջանից կարողանանք մտնել Հայաստան, բավականին կարճ գտորի վերանորոգման մասին է խոսքը։ Այսինքն մենք արդեն իսկ տեսնում ենք, որ չի սկսվում նույնիսկ կոմունիկացիաների ապաշրջափակումը թրիփից։ Եվ ով ասում որ դրանով ավարտվելու է, ես ձեզ ասեմ ավելին, իմ հաշվարկներով, եւ սա ոչ միայն իմ հաշվարկը, սա մեր կենտրոնի հետազոտությունն է ցույց տալիս, հնարավոր ամենակարճ ցամաքային կապը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չի անցնում թրիփով։ Սա դες ավելի թրիփից դեպի ամենաերկար հնարավոր կապն է։ Ինքը նույնիսկ վրացական կապից է երկար։ Ամենակարճ կապը դա Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ ճանապարհն է, այսինքն հյուսիսային ճանապարհն է։ Ինքը 150 կիլոմետրով կարճ է թրիփից եւ համարյա 120 կիլոմետրով կարճ է վրացական ճանապարհից։ Սա է ապագան։ Սա ամբողջությամբ Հայաստանի տարածքում անցնող ենթակառուցվածք է։ Եվ ես կարծում եմ մենք այսօրվանից պետք է սկսենք աշխատել խոսել այս ճանապարհի մասին, որ ընդ որում սա մենք չենք առաջարկում, գիտեք, սա թրիփի փոխարեն, այլ սա թրիփը այլ ենթակառուցվածքները հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, ինչքան հնարավոր է շատ բան պետք է անցնի Հայաստանով։ Բայց այս խոսակցությունը չի կարող լինի Նիկոլ Փաշյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, ՔՊ-ի եւ այդ ուժերի միջեւ։ Այս խոսակցությունները, այս պլանները, այս գաղափարները, այս գեներացումները պետք է լինեն ժողովրդավարական կարողունակ ուժերի միջեւ, ինչպեսին ձեր հետ ֆիքսեցինք, որ չկա։ Պարոն Քոչինյան, տեսեք, դուք ասում եք Հայաստանի նպատակն է ոչ թե գնալ կախվածության մեջ լինել ինչ-որ մի երկրից, այլ այդ կախվածությունները բազմազանեցնել, այսինքն ունենալ այլընտրանքներ, այլ խոսքով ասած, բայց հիմա ես էլի մեջբերումներ եմ անում, այս թեմայով շատ ենք խորհրդանական ընդդիմությունը խոսում, նաև խոսում էին բյուջեի 26 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկեցին, այդ ժամանակ էին խոսում, ասում են, որ հիմա Թուրքիան էլ եթե ինչ-որ ժեստ անի բացի, դուրս է գալի, ասում է մենք բացարձակ կախվածության մեջ ենք ընկնում Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ մենք օրինակ հիշում ենք Լաչինի ճանապարհը, որը փակվեց, մարդիկ սկսեցին սովամահ լինել եւ այլն, այս կողմեն կողմ ու մենք չենք ուզում հայտնվել այդպիսի իրավիճակում։ Ես մի հատ ճշտող հարց տամ, որ ու նոր պատասխանեք էլի սրան։ Եթե օրինակ մենք Ադրբեջանի եւ թող նաեւ Թուրքիայի միջոցով կարողանում ենք միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել, դա նշանակում է, որ օրինակ նույն Վրաստանի հետ դադարեցնում ենք, այդ Վրաստանին ասում ենք շնորհակալություն, հաջողություն։ Ձեր հարցի մեջ ըստ էության արդեն իսկ պատասխանը տվեցիք։ Գիտեք, այդ տրամաբանությունը, որ եթե սահմանները բացվում են ամբողջությամբ իրենցից կախվեջ են գրում, ինքը որ լոգիկան ամոտավորապես, որ ասում է դա եթե ինքը քառակուսիա մեջինը կլոր է։ Եթե կլոր է, ուրեմն նարնջագույն է, եթե կլոր է ու նարնջագույն է, ուրեմն նարինջ է։ Մոտավորապես նույն բանն է։ Այսինքն, եթե երկու հատ ճանապարհ բացվում է, ուրեմն մենք մենակ այդ երկու հատ ճանապարհով են գնալու գանք, այլևս Վրաստանով չեն գնալու գանք, Իրանով չեն գնալու գանք։ Ժողովուրդ ջան, երբ որ բացվում է քո մի սահմանը, չի նշանակում, որ օրինակ հայ-վրացական սահմանը փակվում է։
Այդ բան չի էլի այն մի հատ խաղ կա, չէ՞ որ sense բերում ես դնում ես այդ գիտը sense վերանում է մի տենց չի աշխատում այդ նես չի մեկը բացվում է մյուսը փակվում է միջանցքի դռների պես չի այդ աշխատում կարա լինի պատկերացնում եք լինում այդպես որ բոլոր սահմանները բաց ա լինում ու դու կարողանում ես ընտրել որ ճանապարհով տանես ավելին այդ դեպքում մրցակցություն է առաջանում քո հարևանների միջև որտեղ իրանք շահագրգռված են լինում որ քո բիզնեսները իրենց տարածքով գնան գան եւ այնտեղ արդեն սկսում է գնիչեցումներ եւ այլն Բայց այս ամեն ինչը հետաքրքիր չի Հայաստանում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որտեղ իրենց ուրիշ բան է հետաքրքիր, իրենց հետաքրքիր է որ մեր փոխարեն մեկը գա թուրքերի հետ խոսա։ Արանքն էլ իրանք ստեղել են գեներալ գուբերնատորի պես մի բան։ Ընդդիմությունից ասում են, որ իշխանությունը հասկանալով, որ տանուլ է տալիս եկեղեցու դեմ պայքարը, Ադրբեջանի հետ համագործակցությամբ Ադրբեջանից ստացել է, այսպես ասած, այս բոնուսը, որպեսզի կարողանա հանրությանը զբաղացնել, մինչև ինքը մեր ինքնության ոչնչացման հերթական պլանը կարող է մշակել։ Սրանք ինչ որ ձևով իրար տեղ հատվում են, այդ եկեղեցու դեմ պայքար բան իրանց բառերն են, էլի։ Եկեք ձեր հետ մի հատ բան արձանագրենք, էլի, որ մեր ինքնությունը ոչնչացնելն անհնար է։ Մեր ինքնությունը փորձել են ոչնչացնել ռուսական կայսրությունում, օսմանյան կայսրությունում, սասանյան կայսրությունում, հռոմեական կայսրությունում, բյուզանդական կայսրությունում, արաբական խալիֆայությունում, եւ իրենցից ոչ մեկի մոտ դա չի ստացվել։ Ու դա երիցս անհնար է անկախ պետականության պայմաններում։ Ձեզ ասեմ ավելին, անկախ պետականությունը մեր ինքնության պահպանության գլխավոր գրավականն է, ոչ թե դրա վտանգը կամ խոչընդոտը։ Այս ինքնության մասով Երկրորդ, մեր ինքնությունը, թուրքատյացությունը կամ ադրբեջանատյացությունը չէ։ Մեր ինքնությունը մեր քաղաքակրթությունն է, մեր լեզուն է, մեր այբուբենն է, մեր կերպարվեստն է, մեր գրականությունն է, մեր երաժշտությունն է, մեր խոհանոցն է, մեր ընտանեկան պատկերացումներն են եւ ավանդույթներն են, մեր ազատություններն են եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն մենք հզորագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք ու այդ քաղաքակրթությունը ինչու մեկին ատելու վրա չի կառուցված այդ քաղաքակրթությունը ստեղծարարության վրա է հիմնված այս երկու եւ վերջապես երրորդը այն որ իշխող ուժը ուրեմն քաղաքական իրողությունները զգացել է եւ իր առաջնահերթությունն է հայտարարել հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունը տարածաշրջանում որևէ կերպ չի խոչընդոտում այլ ուժերի դա անել, եթե իրանք ունեն բավականաչափ ինքնուրույնություն եւ հայաստանակենտրոնություն եւ ազնվություն, ճանաչելով որ դա է Հայաստանի ապագան եւ այդ դրանով է պետք զբաղվել։ Իսկ ով ասել, որ եթե ԿՊ-ն ուզում է խաղաղություն կառուցել, դա ինչ որ կերպ արգելում է մեկ այլ կուսակցության հայտարարել, որ իրանք ավելի շատ են ուզում այդ խաղաղությունը կառուցել։ Այլ ոչ թե կեղծ մտածածին արգումենտ են բերում, թե մենք հիմա ստիպված ընտրում ենք արժանապատվության եւ խաղաղության միջև։ Մենք չենք ընտրում արժանապատվության եւ խաղաղության միջև, դա սուտ է։ Մենք ընտրում ենք ըստ էության արդարության եւ խաղաղության միջև։ Այո, դա շատ վատ, շատ բարդ ընտրություն է։ Բայց որպես պատմաբան եմ ձեզ ասում, հասարակությունների մեծ մասը հենց այդպես են խաղաղության հասել։ Ընտրելով իրենք պատրաստ են հանուն արդարության նորից մտնել այդ ցիկլի մեջ, թե ուզում են խաղաղություն։ Որպես կանոն խաղաղությունները առնվազն կողմերից կոնֆլիկտի կողմերից մեկի մոտ գալիս են անարդար ընկալումների տրամաբանության մեջ։ Պատմության մեջ որպես կանոն հենց այդպես է լինում։ Բյուջեի 26-ի բյուջեի քննարկումները երբ մեկնարկեցին, արտգործնախարարն ընդդիմությունը տարբեր հարցեր տվեց ու հայտարարություններ արեցին, մասնավորապես ասում էին, որ Հայաստանը չի կարող գնալ Եվրամիություն ունենալով այսքան քաղբանտարկյալներ երկրում, դա անիրատեսական է Հայաստանի համար, Հայաստանը գնում է ժողովրդավարական ազատությունների սահմանափակմամբ ճանապարհով եւ ասում էին, որ օր-օրի Հայաստանի սահմանները փոքրանում են եւ Հայաստանի իշխանությունը չի կարող բացատրություն տալ կամ պատասխանել հարցին, թե Թրամփի հեռանալուց հետո ինչ է լինելու Թրիփի հետ, ասում էին այդ ժամանակ դուք իրապես կհամոզվեք, որ դա միջանցք է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բառացիորեն նույն բանը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին ասում էին Բայդենի ժամանակ, ասում էին այ այս հիմա ինչ կա, այդ Բայդենը խղճով մարդ է, տենց մեզ խղճում է,
հայերին հավանում է իր speech writer-ը, այդ ելույթ գրողը ազգությամբ հայ է, տենց դրա համար է, օրինակ այս ռազմավարական գործընկերությունը, որ ստորագրելն է, այդ հո լուրջ բան չի, ընդհանրապես Բայդենի մեծ նվերն էր հեռանալուց։ Հեսա որ Թրամփը կա, դուք ձեր հալը կտենաք։ Հիմա Թրամփը եկել է, ասում են, դες Թրամփն է իր ժամանակ, հեսա որ Թրամփը գնա, դուք ձեր հալը կտեսնեք, բայց սա արդեն էսքի կարձանագրենք, որ երկրորդ ամերիկյան ադմինիստրացիան է, որը աննախադեպ քայլեր է անում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Սա այլևս տենդենս է։ Սա այլևս մի ադմինիստրացիայի կապրիզ չի։ Սա ռազմավարական գործընթաց է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի նկատմամբ։ Ես հեռու եմ այն մտքից, որ սա Միացյալ Նահանգների համար Պանաման կամ Սուեցն է իր նշանակությամբ։ Բայց այն, որ այս տարածաշրջանը եւ այս երկիրը ունեն նշանակություն Միացյալ Նահանգների համար, դրա մասին վկայում են վերջին տարիների զարգացումները։ Սա մեկը։ Երկրորդը, ինչ վերաբերվում է քաղաքաբանտարկյալներին եւ Հայաստանի եվրոպական ապագային։ Իսկ դուք Եվրոպական միությունից հարցրել եք ընդհանրապես այս թեմայով որևէ բան։ Այն մարդիկ, ովքեր ասում են ո՞նց է Եվրոպա գնալու այսքան քաղաքաբան, հարցրել եք, իսկ Եվրոպական միությունում համաձայն են, որ Հայաստանում քաղաքաբանտարկյալներ կան։ Օրինակ, որ Եվրոպական միությունում համարում են, որ Վրաստանում կան քաղաքական բանտարկյալներ, Եվրոպական միության ներկայացուցիչ այդ երկրում հայտարարում է այդ մասին։ Չգիտեմ, Մագդալենա Գրոնն ու Կայա Կալասը հայտարարում են այդ մասին, որ իրանք կարծում են, որ այդ երկրում կան քաղաքական բանտարկներ։ Հայաստանի մասին դուք նման ելույթ եք լսել։ Նամակներ են գրել Եվրամիության դեսպաններին, անպատասխան են մնացել այդ թեմայով իդեպ։ Դե ինձ թվում է այդ անպատասխան մնալը հենց իրենց պատասխանն է։ Ավելի շատ պատասխան իրանք արժանի չեն։ Բայց պարոն Քոչինյան, տեսեք, հանուն տնտեսական էֆեկտների կամ հանուն մտածածին խաղաղությունը մեզ վրա վաճառելու արժի հրաժարվել օրինակ Արարատից, արժի մեր ինքնություններից, էլի, Արարատից, կոնյակ բառից, հիմա էլ կոնյակին եք կպել, անունը դնելու եք բրենդի, դրա համար ձեզ փող են տալու, որպեսզի այդ անցումը անեք, հրաժարվում ենք, չգիտեմ, մեր պատմությունից, հրաժարվում ենք Արևմտյան Հայաստանից, հրաժարվում ենք Արցախից, ու սենց հրաժարվելով գնալու ենք, մի օր էլ կարդանանք կտենանք Սյունիքից հրաժարվել եք։ Ի տարբերություն ձեր նշած բոլոր միավորների, Սյունիքը մերն է։ Ես որ ասում եք հրաժարվում ենք Արևմտյան Հայաստանից, ինչու մեկի զինված ուժերի վերահսկողության տակ էր Արևմտյան Հայաստանը, թե ձեր պապուտանը դրած Արևմտյան Հայաստանը, թե Արարատ երբ ուզեք կարա գնաք բարձրանաք, որ Արարատից հրաժարվում եք։ Ի տարբերություն ձեր նշած բոլորի, ես երբ ուզեմ Սյունիք կարամ գնամ, որտեղ Սյունիքը իմն է։ Իսկ ասել հրաժարվում ենք, այսինքն մերն էր, որ մենք հրաժարվում ենք, եթե մերն էր, ուրեմն չենք հրաժարվում։ Այնքան որ մերն էր, այդքան չենք հրաժարվում։ Այդ մեկ։ Երկրորդը կոնյակի մասով, լուրջ մենք մի բան ենք անում, որ մեր ինքնությունը կոնյակի վրա է կառուցված, այդպես լավ չասեք, թոթի արաղի վրա է մեր ինքնությունը կառուցված։ Շտարբերություն։ Կոնյակի մասով ինչ այս պատմությունը հետևյալն է, մենք X ժամանակահատվածով ես ինչքան հասկացել եմ, ասենց որ ասեմ լուրջ հետազոտել եմ, չեմ սուտ կասեմ, բայց ինչքան հասկացել եմ, մենք X ժամանակահատվածով իրավունք ստացած ենք եղել այդ կոնյակ բառը օգտագործելու, ժամանակը լրացել է, հիմա պետք է կոչենք բրենդին։ Ես նույնիսկ եթե ճիշտ եմ հիշում, այս իրավունք հատրված հայերեն եւ այդ կիրիլիցայով շարունակել գրել կոնյակ, լատինատար պետք է գրվի բրենդի։ Դա աշխարհագրորեն պաշտպանված ուրեմն անվանում է, որը իրավունք ունի օգտագործվելու միայն Ֆրանսիայի կոնյակ ուրեմն շրջանում արտադրված խմիչքների վրա, ինչպես օրինակ շամպայն բառը, ինչպես օրինակ Ռոկֆոր պանիրը իրավունք ունի միայն այդ տարածաշրջանում պատրաստված պանիրը, ինչպես օրինակ, չգիտեմ, բանը այդպեսի շատ ապրանքանուններ կան, սննդի անուններ կան, որոնք որ Եվրոպայում այդպես աշխարհագրական հոլոգրաֆիկ պաշտպանված բաներ ունեն տեղանքի հետ կապված։ Բայց դա ընդհանրապես չկապ ուներ այս թեմաներից, ես էլ չեմ հասկանում, որովհետեւ մեր խոսույթի մեջ դա բեր կպցրել են իրար։ Դե ասում են փաստորեն ըստ ձեզ Չերչիլը հայկական բրենդի ա խմել, հա, ոչ թե կոնյակ։ Ես չգիտեմ Չերչիլը ինչ ա խմել եւ չեմ կարծում, թե դա իմ ինքնության հետ որևէ կապ ունի։ Բա եկեղեցին։ Այն որ եկեղեցին հայ ժողովրդի մեր բոլորիս համար առաջնակարգ կարևորության կառույց է, մեր բոլորիս ինքնության մի մասն է, ընդ որում ինձ թվում է նաև աթեիստների ինքնության մի մասն է, որտեղ հայոց եկեղեցին ինքը հավասար իր կրոնական դերին նաև մշակութային դեր ունի հայ ժողովրդի եւ հայերի համար, դա անվիճելի է։ Նաև այն, որ եկեղեցում կան մի քանի հոգի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որ նմանությամբ Մոլդովայի, նմանությամբ Բելարուսի, նմանությամբ Ուկրաինայի, նմանությամբ Վրաստանի,
70-ականներ, 80-ականներից սկսած մի որոշ տենդենսի մասն են կազմել, երբ որ ռուսական KGB-ն ներդրվել էր ուղղակի այդ եկեղեցական կառույցներում եւ օգտագործում էր այդ եկեղեցիները, դա ինձ թվում է նույնպես փաստ է։ Այն որ դա բացահայտված փաստ է եւ վեթինգի ու գիտեք, այսպես իլյուստրացիայի ենթարկված փաստ է Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, դա հրապարակված բաներ են դրանք Արևելյան Եվրոպայում, Լեհաստանում, Չեխիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, այդ բոլոր դեպքերը կան, դա հանրամատչելի է։ Այս ամեն ինչի մեջ մտածել, թե Հայաստանը բան է եղել, sense երջանիկ բացառություն է եղել, միամտություն է։ Այստեղ եղել է նույն ձև, ոնց որ եղել է մնացած տեղերում։ 40-ականներ, 50-ականներից սկսած 70-ական, 80-ականներին դա գագաթնագետին ուղղակի հասցվեց։ Ռուսական, սովետական KGB-ն ուղղակի բոլոր կառույցները սկսել է օգտագործել իր նպատակների համար եւ ներդրել է իր գործակալներին։ Եվ հիմա մի քանի ուրեմն գործակալ, մի քանի ստահակ ըստ էության 1700 քանի տարեկան կառույցի հեղինակության եւ վարկի հետ է խաղում, մեր բոլորի հույզերի հետ է խաղում։ Բոլորիս համար սա չափազանց էմոցիոնալ թեմա է։ Բայց ես չեմ կարծում, թե հայաստանյա ծառայական սուրբ եկեղեցին խնդրեմ ունի կամ ինստիտուցիոնալ խնդիրներ ունի։ Մի քանի ստահակ խնդիր կան, որոնք որ եկեղեցու մեջ են մտել եւ այնտեղից փորձում են հարվածներ հասցնել Հայաստանի Հանրապետությանը։ Նույն կերպ ոնց որ այդպիսի խնդիր կար հեծում օրինակի համար, ոնց որ այդպիսի խնդիր կար բանում ժամանակին ուրեմն Հայաստանի իշխանությունների մեջ մինչև հեղափոխությունը, ոնց որ այդպիսի խնդիր կա անդիմադիր մի շարք ուժ, այսպես խորհրդարանական անդիմադիր մի շարք ուժերի մեջ, ոնց որ խնդիր կա մի քանի լրատվականի մեջ, որոնք որ Հայաստանում ուղղակի ուղիղ կապի մեջ են Ռուսաստանի դեսպանատան եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։ Ինձ թվում է մարդկանց տները, որ հիմա մտնենք ձեր հետ միասին, մտնենք խոհանոց մարդկանց այս թեմաներով հարցեր տանք, մեր գյուղերում, քաղաքներում, բնակավայրում, ամենից ինձ լավ կպատասխանեն կբացատրեն մարդիկ այս բաները։ Ժողովրդի իմաստության վրա ինձ թվում է պետք չի կասկածել։ Մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում են, հասկանում են եւ այդ չգիտեմ նորարար այդ մոդայիկ բաներով ինչ որ կերպ խափել հայ մարդկանց ինձ թվում է այնքան էլ հեշտ չի լինելու։ Էլի ազնվությամբ պատասխանեք վերջին հարցին, մեր ձևով հայտարարություններ տարածել, որ Հայաստանը շատ շուտով վերածվելու է տոտալիտար եւ տոտալ բռնապետության երկրի, հա, կա Հայաստանում այդպիսի նախադրյալներ։ Ինձ մոտ հարց հետաքրքրում։ Օրինակ այդ իրանց ձևով շարժումը որ կա, իրանց երկրորդ քաղաքացիության երկրում, իրանք կարան տենց հայտարարություններ անեն։ Առհատ է կարան իրանք տենց հայտարարություն անեն իրանց երկրորդ քաղաքացիության երկրում։ Այ դա է տոտալիտարիզմի նշանը։ Տենց բերանները լափարոշ որ բացում են ստեղ ինչ ասես խոսում են, հետո ասում են ստեղ տոտալիտարիզմ է։ Բայց որ խոսում են ո՞նց է տոտալիտարիզմ։ Թող գնան Ռուսաստանում մի հատ էլ տենց այդ հայտարարության կեսը անեն։ Թող մի հատ իրանց այդ հոգևոր հայերեն ասում, ինչը պետք է դառնա այդ մարդը Հայաստանի գաղափարական առաջնորդը իրաց։ Թող հենց մի հատ գնա Ռուսաստանում ասի մեր ձևով ենք անելու ինչ որ ուզենք։ Որորդ միլիարդ հատերը կլինի որ պատուհանից գցվելով ինքնասպան ա եղել վերջի մի տարվա մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում։